Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այո։ Օ, այս ովքեր են եկել համեցեք։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք ներս, վերջապես ինձ էլ հիշեցիք։ Այո, մենք ձեզ երբեք չէինք էլ մոռացել, Թամարա։ Ինչով է պայմանավորված ձեր խրփոտ ձայնը, առավոտ շատ շուտ ենք եկել, թե դուք մի փոքր վատառողջ եք։ Չէ, ճիշտն ասած վատառողջ եմ եւ երեք էլ ունեցանք մի շատ շքեղ եւ լավ համերգ, ձայնս էլ ավելի նստեց։ Ինչ համերգի մասին է խոսքը։ Թաթա Սիմոնյանի համերգն էր, որ կայացավ Վրաստանում, Թիֆլիս քաղաքում, մի հիասքանչ համերգ էր։ Դե ես էլ ին վրացերեն ողջույնը տարա մեր վրացի հարևաններին եւ վիրահայերին եւ մի խոսքով հիանալի համերգ ունեցանք Փառք Աստծո։ Ձեր տանն ենք, շատ գեղեցիկ, լուսավոր, լայն բնակարան։ Որքան մետր քառակուսի է Թամարա։ 110 մետր քառակուսի։ Շատ համեստ։ Շատ համեստ թվեր, այո։ Իսկ ով է զբաղվել այս ամենի դիզայնով։ Մենք տենց ընտանիքով որոշեցինք, որ մի փոքր արժե ձևափոխել, որովհետև արդեն մեր փոքրիկը մեծացավ եւ պետք էր իրեն առանձին սենյակ եւ այստեղ օրինակ ճաշասենյակ էր, որը սենց ամբողջովին փակ էր, այսինքն այստեղ պատ էր եւ դռներ էին։ Մենք որոշեցինք կիսել եւ փոքրիկիս համար անել եւ խաղասենյակ եւ ննջարան, այսպես։ Թամարա, ով է պատին փակցված մերկ գեղեցկուհին։ Ճիշտ ասած չգիտեմ ով է։ Մի 14 տարի առաջ անգամ որ եղա Իտալիայում Ֆլորենս քաղաքում, տեսա որ սենց գեղեցիկ նկարներ են վաճառվում եւ որոշեցի որպես հուշ Ֆլորենսից բերել այս գեղեցիկ նկարը, բայց շատ եմ սիրում իրան, ճիշտն ասած։ Կարծում եմ դիմակները նույնպես այդտեղից եք բերել։ Շատ ունենք դիմակներ, ուղղակի տենց որոշները պահարաններում են։ Թամարա, գործունեության ինչ փուլում եք այս պահին գտնվում, որովհետև ձեր մասնագիտությունները բավականին բազմազան են՝ դերասանուհի, երգչուհի, պարուհի, Պարուսույց, այո։ Պարուսույց, մի քիչ է նաև։ Նաև արդեն շուտով կլինեմ ֆինանսիստ։ Այսինքն Ուրեմն սովորում եմ Ուկրաինայի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում, ֆինանսներ բաժնում ու առաջ աստված, ված չեմ սովորում, եթե ճիշտ, Վահանջան, ես սիրում եմ սովորել եւ ինձ համար չկա այդ տարիքային սահմանափակումը, հա, մարդը ինչքան կա, այնքան պիտի զարգանա, այնքան պիտի սովորի, այնքան պիտի ձգտի առաջ գնալուն, սենց տեղում դոփել ճիշտն ասած իմը չի։ Ինչու ֆինանսիստ բացարձակ կապ չունեցող արվեստի հետ մասնագիտություն։ Եթե շատ անգերտ, ես այս համալսարանի հետ արդեն մոտ 20 տարի է ինչ ընկեր եմ, իրենց այդ բոլոր այդ համերգներին, թե այդ ուկրաիներեն լեզվով երգել, դեսպանատուն, Ուկրաինայի անկախության օր ու այդպես միշտ տենց ռեկտորը մեր շատ սիրելի, ասում էր Թամարա ջան, ու համել հենց մեր հարևանությամբ են, ճիշտն ասած, Ծարավաղբյուր թաղամասում է գտնվում համալսարանը, միշտ ասում էր ախր ինչի չես գալիս սովորես, ախր դու պոտենցիալ ունես, ասենք նշի, որ միայն արվեստով ես փայլում, կարծում եմ, որ հաշիվներից էլ նենց վատ չես լինի, ասեցի, վայ, պարոն Խուտրացյան, ախր ես ուր այդ հաշվարկներ, բան, ու տենց պատկերացրով անջան, որ ասում է, ռիսկը գործի կեսն է, չէ, փորձեցի ու պատկերացրու, որ ստացվում է։ Դուր է գալիս ձեզ այդ մասնագիտությունը, այսինքն ոչ մի բան ստիպողաբար չի ձեզ։ Չէ, սիրով եմ անում, իհարկե շատ բարդ է երկու զավակներ, տուն, տնտեսություն, չէ, տնային տնտեսություն, համերգներ, շոուներ, դրա հետ մեկտեղ նաև սովորել, հատկապես լրիվ այլ
մասնագիտությամբ իսկապես բարդ է, բայց ես սիրում եմ անել մինչև վերջ, տանել մինչև վերջ եւ հաղթանակած դուրս գալ բոլոր տեսակի պարագաներում եւ պայմաններում։ Ասացիք, որ երկու զավակ ունեք։ Այո, Ինչ տարիքի են նրանք եւ ինչով են զբաղվում։ Մեծ որդիս արդեն 25 տարեկան է, իմ հպարտությունն է, շատ եմ սիրում, իմ հրաշքն է, ինքն է, այնտեղ կա նկարը։ Եվ իմ արամազդը, որը 7 տարեկան է, մի քիչ տենց շատ եղավ էլի տարբերությունը իրանց միջև, բայց դա Աստված այդպես կամեցավ, որ 18 տարի հետո ծնվի իմ երկրորդ հրաշքը, իրանն էլ արամազդ է, ուղղակի պաշտում եմ, չգիտեմ։ Ինչով է զբաղվում ձեր ավագ որդին։ Ավագ որդիս ճիշտն ասած երկու մասնագիտություն ունի, ավարտեց Չայկովսկին։ Ձեր տանը ընդունված է բազմա Այո, պարտադիր, մի հատ սկզբում սենց արվեստի ճանապարհով, հետո արդեն ավարտեց Չայկովսկին փողային բաժինը, հետո ասեց մամ, երևի թե թատերական գնամ։ Ասի դե սիրով, ինչու ոչ, ինքն է տենց սիրուն սիմպաթիչնի տղա է։ Տենց գնաց Դավիթ Հակոբյանի կուրսը ավարտեց ու շատ հետաքրքիր տենց սիրուն դերասան է, բայց հետո ճիշտն ասած ասեց մամ ջան, դե բարդ է, չէ, հատկապես տղա դերասանի համար, չէ, աշխատանք մի քիչ տենց բարձր վարձատրությամբ հա գտնել ու տենց հիմա արդեն աշխատում է վաճառքի մենեջեր որպես։ Փողային գործիքներից անցում կատարեց դեպի փողային տնտեսություն, հասկանալի է։ Թամարա, աշխարհում գոյություն ունեցող բոլոր լեզուներով գրեթե, համենայն դեպս իմ տեղեկություններով դուք երգում եք։ 32 լեզու։ 32 լեզու, որտեղից ձեզ այդքան գիտելիքներ, այդքան լեզվաբանական հմտություններ։ Միայն դա Աստծո շնորհն է, ես այնքան շնորհակալ եմ, ճիշտ ասած բոլոր իմ թե հարցազրույցներում, թե համերգների ժամանակ, որ ասում են դու պոլիգլոտ ես, դու ես տաղանդը, ասում սա իմ շնորհը չի, սա իմ տաղանդը չի, սա միայն Աստված կարող է տալ կամ չտալ մարդուն եւ շատ շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Ես շատ փոքր էի, շատ էի սիրում Արև Բաղդասարյան, Գանե Դանիելյան ու այդ ոճը եւ կար նաեւ Թամար խանում, կարծեմ ինքը Ուզբեկստանի հայուհի էր։ Եվ տենց փոքրուց տենց 3-4 տարեկան երեխա, երբ որ գալիս էին մեր տուն հյուրեր, տենց մտնում էի վարակույրի ետևը, տենց բացում էի վարակույրն, ասում էի այժմ ելույթ կունենա Թամարա Ժամհարյանը հնդկական երգպար։ Այսինքն որ ասում են, ճուտը ձվի մեջ է երևում, շատ ճիշտ խոսք է։ Հետո նորից տենց փակում էի վարակույրը, իսկ այժմ ելույթ կունենա Թամարա Ժամհարյանը գնչուական երգպար։ Ու տենց տարբեր տենց ժանր, հենց փոքրուց եմ շատ սիրել այդ տարբեր ազգերի մշակույթներով հետաքրքրվել, տարազներով հետաքրքրվել, ունեմ նաև բոլոր տարազները, ինչ երգում եմ, բոլոր երկրների տարազներ ունեմ։ Դե իհարկե, երբ որ ճամփորդում եմ, գնում եմ հենց այդ ազգից եմ վերցնում, որ ճիշտ լինեն թե առլամենտները, թե ճիշտ լինի երգը, պարը, ամեն չէ, այդ հնչյունն ու ժեստը, գիտեք, շատ կարևոր է։ Մի հատ հնչյուն, մի փոքր էս կողմենքով, ամբողջ այդ իմաստ անգամ բառի փոխվում է, դրա համար շատ զգուշ պետք է մոտենալ, ինքը շատ բարդ ժանր է։ Ու ճիշտն ասած, որ ասեցի պապա ուզում եմ արդեն անցնեմ տենց պարարվեստից, սենց մի անգամից կտրուկ երգարվեստ ասեց դու ինչ երգչուհի ես, ախր դու այդ ինչ պիտի երգես, որ տարբերվես, որովհետև միջակությունը պապաս տանել չի կարողանում, ասում է, եթե պիտի լինես ժողովրդական երգչուհի, գոնե Օֆելիա Համբարձումյանի նման։ Եթե ֆիրմա երգչուհի չէ, ունենք, չէ, նաև էլի հրաշալի ձայներ, դե անուններ չտամ, ասեց գոնե տենց։ Ասեցի, չէ, պապա, ես ուրեմն կվերցնեմ մնաց մի հատ ժանր, որ հիմա ոչ ոք չի անում, այսինքն այդ դաշտը ազատ է, էլի Արև Բաղդասարյանից հետո, եւ տենց սկսեցի արդեն պարերգչուհու կարիերա, պարտադիր հենց փոխվում էի տարազային, հետո արդեն երբ որ մեծացանք, արդեն այդ տարազը պարը հանեցինք մնաց երգը։ Վանջան, Թամարա, ես տեսնում եմ գրքեր աջ կողմում, դրանք ում են պատկանում, ձեր տղային են, տղայիս անկեղծ ասած, ավելի շատ մասնագիտական ուղղվածությունն են եւ աֆորիզմներ։ Տղաս շատ սիրում ընթերցանություն, անկեղծ ասած։ Ես որ ասեմ տենց շատ տենց ֆանատիկ կարդացող եմ, չէ, սուտ կլինի։ Իհարկե սիրում եմ կարդալ, բայց տենց որ ամեն օր կարդամ, նոր քնեմ, չէ։ Խոսենք նաեւ նկարներից, ով է պատկերված գերեզգուհին։ Շնորհակալություն, ես եմ այս գերեզգուհին։ Մի հատ ռուս աղջիկ է նկարել եւ նվիրել,
ու շատ տենց անակնկալ եղավ այս նվերը։ Ճիշտն ասած, իր այդ ոճը ես շատ եմ հավանում, իր այս վառ գույները, այդքան էլ ինձ իհարկե նման չի միգուցե, բայց այս վառ այս գույները բան աչք է շոյում էլի, չգիտեմ։ Ինձ վրա գալիս։ Թամարա, դուք խոսեցիք նաև ձեր հայրիկի մասին եւ կարծում եմ քչերը գիտեն, թե ով է ձեր հայրիկը։ Եվ լավ կլինի, որպեսզի դուք ներկայացնեք եւ մի շատ հայտնի երգ կա, որի հեղինակը նույնպես ձեր հայրն է, խնդրում եմ պատմեք այդ պատմությունը մեզ։ Պատիվ ունեմ լինելու Նորայր Ժամհարյանի դուստրը, ճիշտ ասած տաղանդս ժառանգել եմ հենց պապայից եւ գիտեք պարտադիր չէ ունենալ երաժշտական կրթություն, երբ որ դու փոքրուց լսում ես ձեր տանը մեծանուն, այն որ sense գիգանտ երգիչ եւ կոմպոզիտոր եւ երաժիշտ, այն որ ուզես թե չուզես, դու անմասն մնալ չես կարող, որովհետեւ ապարատը չէ երեխայի, ինչով որ լցնես, դրանով էլ լցվում է։ Մեր տանը միշտ երգել են Ֆլորա Մարտիրոսյան, Անահիտ Սահակյան, Սուսաննա Սաֆարյան, Արուս Գուլանյան, Գենա Մանգասարյան, Ալեքսանդր Պողոսյան, այն որ sense հզոր անուններ։ Հովհաննես Բադալյանին ենք միշտ sense փոքրուց լսելու, մեր տան դաշնամուրը միշտ են որ բաց ա եղել բան այդ արտիստների հետ, ձայների հետ, հրաշքների։ Դրա համար տենց պապան է հիմնական պատճառը, որ ես դարձա արվեստագետ ու այդ խաչը տանում ենք, ինչ անենք, բանջա։ Խոսենք նաև երգի մասին, շատ հայտնի։ Շատ հայտնի երգերից պապայի կարող եմ նշել 50 տարիս երգը, որը արդեն գրեթե 53 տարվա պատմություն ունի։ Պապան այդ երգը գրել է 20 տարեկան հասակում եւ այս երգը հիշատակի երգ է համարվում։ Վաչե Հովսեփյանը լուսահոգի, երբ որ մահացավ 50 տարեկանում ու պապայի ուսուցիչն է եղել Վաչե Հովսեփյանը, հայտնի դուդուկար, երևի բոլորս գիտենք իր մասին, ու պապան տենց այս երգը նվիրեց իրեն։ Հետո ուրեմն պապան Ավստրալիայում թե Կանադայում չեմ հիշում, հանդիպում է էլի մի շատ տենց պատկառելի տարիքով մարդու, շատ տենց մեծահարուստ, կայացած, ու ասում է Ժամհարյան ջան, ախր ինչ ես տենց երգել բանել, այդ 50 տարի ճիշտ է շատ ենք սիրում, բայց 50-ից հետո հո կյանքը չի ավարտվում։ Հենոտես ես ասում եմ 60 քանի տարեկան թե 70 ծաղկում եմ դեռ, ասում եմ կյանք արժևում է, ոչ էլ ծերացել եմ, ոչ էլ բան էս կոմենքով, ու այդ միտքը ոնց որ տալիս է պապային, պապան գրում է արդեն իսկ իմ հասակը երգը։ Իմ հասակը տարիների փորձ ունի, որի առաջի կատարողը եղավ հենց մեր շատ սիրելի Ֆլորա Մարտիրոսյանը ու շատ սիրվեց այս երգը։ Մենք չէինք պատկերացնում, որ տենց արձագանք կստանա եւ չկա մի առիթ, չկա մի հարսանիք կամ չգիտեմ ծնունդ կամ համերգ, որ իսկապես այդ երգը չհնչի թե մեծ բեմերից, թե ու ասեմ, բոլոր սերունդները գիտեն։ Ինձ թվում է, որ երգի հաջողությունը հենց դրանում է կառնում, որ ոչ թե միայն երիտասարդությունը, ոչ թե միայն պատկառելի տարիքի մարդիկ կամ միջին։ Երգը այն է, երբ որ բոլոր տարիքի մարդիկ դա եւ անգիր գիտեն, եւ շատ սիրում են, որը ցավոք այսօր բացակայում է։ Շարունակենք բնակարանային բացահայտումները, դուռը ուր է տանում։ Դուռը տանում է իմ արամազդի սենյակ։ Կարող ենք այնտեղ Իհարկե, սիրով գտնվել եւ նկարահանում իրականացնել, իհարկե չունենք փոքրիկի թույլտվությունը, բայց կարծում եմ ձեր թույլտվությունը։ Փոքրիկս շատ էր ուզում ձեր հաղորդմանը մասնակցել։ Որտեղ է նա հիմա։ Դպրոցում է Վահան ջան։ Սա իմ փոքրիկի սենյակն է, շատ խաղալիքներ է սիրում, սենց լեգոներ, խենթանում է տենց լեգոներ, փազլներ հավաքելու համար։ Այստեղ էլ էս ամբողջ էս պահարանը իր խաղալիքներն են, շատ է սիրում, հատկապես լեգոների սիրահար է, ես էլ երբ որ գնում եմ արտասահման, ասեմ քեզ ինչ բերեմ, ասում եմ մամա մեծ լեգո։ Բերեցիք Վրաստանից մեծ լեգո արամազդի։ Չէ, ճիշտն ասած դե մեկ օրով եմ գնացել, տես չհասցրեցի, բայց պարտք եմ երեխայից։ Թամարա, քանի որ դուք արդեն փորձառու եք եւ ձեր ավագ որդին ընտրել է 2 մասնագիտություն նույնիսկ, դուք էլ մի քանի մասնագիտություն ունեք։ Որն է այն մասնագիտությունը, որը կցանկանայիք, որ ընտրեր արամազդը։ Անկեղծ ասած չեմ մտածել, բայց ինքը ասում եմ մամա ուզում եմ դառնամ երգիչ, ճիշտն ասած հիմա հաճախում է երգի ակադեմիա, Արտուր Գրիգորյանը երգի ակադեմիա ու իր ուսուցիչները շատ գոհ են,
տեսնենք, Վահան ջան, ինչպես կստացվի։ Ասում եմ, իսկ ինչ երգիչ ես ուզում դառնաս, ում նման։ Ասում Արկադի Դոմիկյանի նման երգիչ։ Շատ հասիրում, ասում ճիշտ, լավ է ճանապարհի վերած տղա ջան, մեր նման արվեստի հետևից չգնաս։ Դուք ողջունում եք նրա ընտրությունը։ Համենայն դեպս այս փուլի համար։ Ինչու ոչ։ Արվեստը երբեք վնաս չի, անգամ եթե հետո ունենաս երկրորդ մասնագիտություն հետ, գիտեք այդ արվեստը երբ որ նստում է մարդու ներսում, նստում է մարդու սրտում, մարդը չի կարող նախ լինել վատ մարդ, իմ կարծիքով, եւ անպայման իր այդ ամբողջ կյանքի ուղեկից նա լինում եւ չգիտեմ եւ ավելի զգացմունքային են լինում, հա, ովքեր որ արվեստի հետ գոնե մի քանի տարի շփում են ունենում, շատ ավելի զգացմունքային են լինում, ավելի ռոմանտիկ են լինում, ավելի բարի են լինում իմ կարծիքով ու ես իհարկե կուզեմ որ երեխաս թե կուզասենք մի ինչ որ գործիքի տիրապետի, ինչու ոչ, դա կրթում է մարդու ներսը, դա տալիս է, չգիտեմ, սեր ներսից։ Ով է այս ձեռքերով ստեղծագործության հեղինակը։ Տղայիս ծննդյան օրը իր ընկերները տենց այդ կտավը ուղղակի իրանց թաթիկներով ներկեցին։ Եթե թույլ կտակ ես պատուհանը բացեմ, այստեղ մենք փոքրիկ կրյաներ էլ ունենք։ Նույնիսկ ով է զբաղվում նրանց խնամքով։ Արամազն զբաղվում, ճիշտ ասած։ Արամազն զբաղվում։ Իսկ ուր է կրյանը։ Այ պուճուրիկներն են։ Երկուսը կրյան։ Երկու հատ մինչև որ արդեն մեծ ակվարիում կանենք, այդ իրանց կերն է որտես ջրի մեջ բանալուն, թե չէ ինքը մաքուր է ջուրը։ Շատ բարի։ Թամարա, մենք պատշգամբ դուրս գալու հնարավորություն ունենք, թե ոչ։ Իհարկե, եւ այս կողմից, եւ այն կողմից։ Դե դուրս գանք պատշգամբ, տեսնենք ինչպիսի տեսարան է բացվում ձեր պատշգամբից։ Համեցեք։ Սա մեր պատշգամբն է, ես շատ սիրում եմ իմիջայլոց պատշգամբներ։ Առավոտները սկսվում են այստեղից մեկ գավաթ սուրճով։ Միանշանակ։ Եվ լավ է։ Հետո ես մեր թաղամասն եմ շատ սիրում, Վահան ջան։ Ահա։ Բնակիչները պատկերացրեք, շատ լավ, երիտասարդ են հիմնականում, որովհետև այս թաղամասը, եթե կհիշեք, երիտասարդ մասնագետների համար։ Այո, տենց երիտասարդների, տենց երիտասարդ ընտանիքների։ Ես էլ այդ ժամանակ աշխատում էի Կենտրոն հեռուստաընկերությունում որպես լրագրող, տենց որպես հաղորդավար։ Էդ էլ եմ արել կյանքում, ամեն ինչ փորձել եմ։ Ունենք նաև հաղորդաշար ու տենց այդ դրա հիման վրա ոնց որ ինձ շատ նորմալ, այսպես ասած, արժեքով տվեցին այս սիրուն բնակարանը։ Թամարա, հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մեծ սիրով կդիտենք։ Թամարա, քանի որ խոսեցինք ինտերնետ հարթակների մասին, պետք է նշեմ, որ դուք ոչ այնքան ակտիվ օգտատեր եք։ Չէ, այդքան էլ ակտիվ չեմ անկեղծ ասած ու դա երևի իմ բաց թողումներից մեկն է, գիտեք, այսօր մարդիկ անում են այսքան աշխատանք, չէ, փոքր, բայց ցույց են տալիս այսքան։ Մեծամտություն չեմ սիրում ու թող չհնչի այդպես, բայց իսկապես մենք անում ենք, ոչ միայն ես էլի, շատերը երևի հենց ինձ նման, հենց պապայի նման անում ենք սենց հսկայական աշխատանք, բայց դա տեղադրում ենք օրինակ այդ ինտերնետ հարթակներում, սենց մի փոքրիկ ինչ-որ հատված գովազդը այսօր իսկապես շատ կարևոր է, ես դա հետո հասկացա, որ պետք է զարգացնել եւ Instagram, եւ TikTok, բա, նոր են որ տղայիս հորդորով, նոր են որ սկսել են մի փոքր ակտիվություն անել, բայց իսկապես դա ճիշտ է։ Չեք սիրում ամեն դեպքում դա, բայց չէ, ալարում եմ։ Ալարում եմ։ Դե տարիքից էլ չգիտեմ, մի քիչ տես դարձել ենք ալարկոտ։ Թամարա, այս պահին մեր ծրագրում կարճատև գովազդային դադար է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ձեր բնակարանային բացահայտումները։ Թամարա Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։
Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, անպայման կօգտվեմ եւ եթե անկեղծ միշտ էլ օգտվել եմ Սլաբադայից եւ ձեթերից եւ կետչուպ եւ մայոնեզ, մի խոսքով հիանալի է։ Հիանալի ընտրություն եք կատարում, Թամարա։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարրանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած, կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարրանիկ ընկերության կարգախոսը։ Ինչպես կարող եմ չհիշել։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարրանիկ։ Համարա, բարով վայելեք։ Մորանում եք, որ 32 լեզուներով երգում եմ, իսկ հիշողությունս լավն է։ Հիանալի եք տիրապետում հատկապես հայերենին։ Շնորհակալ եմ։ Թամարա, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ եմ, անկեղծ ասած այդքան էլ եփութափիեցեր չունեմ, բայց դուք ինձ ստիպեցիք, որ ես այս շաբաթ զբաղվեմ։ Ինչու՞ ստեղ չունեք, որովհետև մասնագիտական զբաղվածությունը ձեզ հեռացրել է խոհանոցից։ Հետո գիտեք, երբ որ բան ես պատրաստում, հետո այդ հոտը կպնում է մազերի, թակուստի, հետո պիտի դուրս գաս, մարդ տեսնես, օրինակ, ասենք, համերգի պիտի գնաս, ճաշի հոտը մի տեսակ սենց էսթետիկ չի էլի։ Սիրում եմ օծանելիքի հոտ այ գալիս կնոջ վրայից։ Շատ պիտի նենց տանը լինեմ ու երբեք պիտի դուրս չգամ, որ նոր ասենք տրամադրվեմ, ինչ-որ մի բան պատրաստեմ էլի։ Ո՞վ է հոգում ձեր տղաների սննդի հարցը։ Հիմնականում դուրսն ենք սնվում, Վահան ջան, ցավոք իմ երեխեքը այդ կողմից դժվար է։ Հասկանալի է։ Թամարա, քանի որ խոհանոցում են գտնվում, մի քանի հարց նաև ներքին խոհանոցին վերաբերող։ Որտեղ եք այս ընթացքում ռեալիզացվում որպես երգչուհի, պարուհի, դերասանուհի, կան արդյոք մոտակայքում առաջարկներ, թե այս պահին մի փոքր դադարի փուլ է, չհաշված իհարկե վերջին համերգը։ Չէ, դադարի փուլ չէ բնավ, Վահան ջան, ճիշտն ասած վերջերս շատ եմ մեկնում Եվրոպա, թե համերգային այցերով, թե ապագայում, քանի որ ես երգում եմ տարբեր լեզուները, հա, դեսպանների կողմից եմ շատ հաճախ հրավիրվում, դեսպանատներ, ինչ որ ասենք երկրների անկախության տոն, օրինակ ասենք Ղազախստանի անկախության տոնին, ես գրեթե ամեն տարի երգում եմ պարտադիր, տենց տարբեր, չգիտեմ, եթե ես ուզեմ էլ սենց դոփեմ իմ տեղում, ինձ թույլ չեն տալիս, որովհետև չգիտեմ, թե երևի յուրահատուկ է ժանրը, թե օրինակ ասենք միայն պարսկերեն լեզվով ունեմ 20 երգ եւ իմ հենց այդ իրանահայ օրինակ ասենք լսողները, թե հենց իրանցի լսողները արդեն երևի բավարար կլինեն, որ ես չնստեմ տանը, էլ չասեմ արաբական ծրագրի մասին, դե գիտեք, բանը մենք հայերս ինչքան էլ ուզում ենք ասենք, որ մենք եվրոպացի ենք, ես այդ կարծիքի չեմ, մենք ավելի շատ կովկասցի ենք, ու այդ արևելքը, հա, այդ արևելյան այդ երաժշտությունը մեզ շատ ավելի հոգեհարազատ է, թե օրինակ ասենք ուտեստներ արևելյան, թե երգը, թե պարը շատ ավելի մեզ հոգեհարազատ է, թե այդ ֆիլմերը, չէ, հնդկական ֆիլմեր ինչքան էինք սիրում, օրինակ դու երևի ավելի երիտասարդ ես ինձնից, միգուցե այդպես չհիշես, բայց այդ շրջանը, մեր մանկությունը կարելի ասել, անցել է, բայց հիշում եմ։ Անցել է հենց այդ ֆիլմերի ներքո, օրինակ կար Երկար գիշեր ֆիլմ պարսկական շոտ էին սիրում, ես հիշում եմ, որ դա անգամ բան հմեկով էին հենց, չէ, ցույց տալիս։ Մենք տենց բոլորս տեղավորվում էին, կային էլի արաբական ֆիլմեր էին ցույց տալիս, մի խոսքով, այդ սերը կա էլի մեր մեջ, ուզենք թե չուզենք, մենք
սիրում ենք իրենց մշակույթը։ Դուք նշեցիք, որ 32 լեզվով Այո, կատարումներ ունեք։ Որոնք են այդ լեզուները, կթվեք։ հերթով ասեմ։ Հերթով ասեք 32 լեզու։ Դե հայերեն, ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, իսպաներեն, իտալերեն, բելարուսերեն, ռումիներեն, բուլղարերեն, գնչուական, հունական, եբրայական, հետո պարսկական, արաբական, ղազախական, կիրգիզական, տաջիկական, ուզբեկական, қырғызական, դե ասացի երևի, հնդկական, կուբայական, 20, մեքսիկական, 21, հավատում եմ, ասորական, 23, խոսքով, 20, բայց դե հենց շատ կա, լիտվական, գերմանական, խոսքով, տենց Բարձր։ կարող եմ անվերջ թվել, շատ հունականը հետաքրքիր է։ ասեցի, հա։ Խոսենք Սառնարանի վրա արկա տարատեսակ մագնիսներից, սրանք որտեղից են հայտնվել ձեզ մոտ, դուք եք բերել, թե ձեզ համար են բերել։ Եվ ես էի բերել, ճիշտն ասած շատ էին իմ մագնիսները, որտեղ որ երկիր որ գնում եմ, տենց մի հուշ անպայման բերում եմ, բայց ես վերջերս տղաս նվեր ստացավ այս հետաքրքիր puzzle մագնիսը, որը ես շատ սիրեցի, դե քանի որ ես սիրում եմ, չէ, տենց տարբեր ազգային մշակույթներ, երկրներ, բան, ու տենց մնացածը սենց հանեցի, թողեցի հենց այս քարտեզը, կարելի ասել։ Պարզ է։ Շարունակենք Եղել եմ բացահայտել ձեր Վանում, բնակարանը եւ եղել եմ նկարն եմ տեսնում վերևում, Որը։ ում վրձնի գործն է սա։ Ճիշտն ասած նվեր ասա, եւ մի 20 տարի առաջ եմ նվեր ստացել, թե ով է հեղինակը, անկեղծ ասած չեմ հիշի, բայց ինքը վատ նկար չի։ Շարժվում ենք առաջ, որ կողմ ենք գնում Թամարա։ Եկեք գնանք, հա, կուզեի խոսել նաև հենց այս նկարի մասին։ Սիրով։ Եթե տեսնեք Ժամհարյանը է այստեղ գրված, ինձ նվիրել է, երևի գիտեք, կա Ժամհարյան օծանելիքների Այո։ խանութ սրահ, չէ, այս կա բրենդ։ Իհարկե, շատերը գիտեն, որ իմն է, չնայած տարբերություն չկա, մենք երևի թե ազգականներ ենք, որովհետև Ժամհարյանները քիչ են աշխարհում եւ այս նկարը Վարդան Ժամհարյան հենց իր պապայի նկարն է, որ նվիրեց ինձ, ես շատ շնորհակալ եմ եւ ինքս հենց իր պատվա որտեղը գրավեց ու հատկապես որ ինքը Ժամհարյանն է, ես իրան պիտի անպայման փակցնեի, էլի իմ պատի։ Ասացիք, որ արևելյան տարատեսակ բաները մեզ շատ հոգեհարազատ են եւ տեսնում եմ նաեւ ձեր հյուրասենյակում դրված արևելյան մոտիվներով առարկաներ։ Այո։ Սրանք դուք եք բերել։ Այո, ես եմ բերել, օրինակ այն ամենատակի են տուփը որ կա, սունդուկը դա ես Սիրիայից եմ բերել։ Ես դե տարիներ այցելել եմ Սիրիա, Հալեբ քաղաքը, շատ էի սիրում, այնքան ցավ ապրեցի, եթե անկեղծ այդ սիրուն երկրի համար։ Նարգիլ են օգտագործում եք։ Նարգիլ, չէ, ես ճիշտն ասած տես ծխելու այդ սեր չունեմ, հատկապես նարգիլը ես չեմ առհասարակ չեմ օգտագործում։ Այն շախմատը ես բերել եմ Պարսկաստանից, Իրանից, երբ առաջ անգամ գնացի Իսֆան քաղաք աշխատելու, դե 1 տարի էլ այնտեղ ես դասավանդել եմ հայկական համայնքում որպես պարերի բեմադրիչ եւ բարի անսամբլի ղեկավար, այնտեղ աշխատել եմ ու շատ սիրեցի, ճիշտն ասած, թե այնտեղի հայությանը, թե չգիտեմ Իրանի այդ ժամանակները։ Որ պարավոճի ներկայացուցիչն եք դուք Թամարա։ Դե, երբ որ մեկնում ես արտասահման եւ պիտի արդեն աշխատես հայկական համայնքի հետ, պիտի ցույց տաս քո մշակույթը, այսինքն միայն ժողովրդական պարերի, բայց ես առհասարակ եւ դասական պարեր եմ դասավանդել եւ աշխարհի տարբեր ազգեր, քանի որ ուսումնասիրել եմ նաեւ աշխարհի տարբեր ազգերի պարարվեստը։ Ուղեկցեք մեզ, խնդրում եմ, ուր ենք գնում։ Համեցեք իմ սենյակ, հա, երևի։ Հավանաբար, չգիտեմ, ես ձեր տանը առաջին անգամ Թամարա։ Դե դա Շնորհակալագրեր ճանապարհին դեպի ձեր կաբինետ գնացող ճանապարհ։ Սա ընդամենը մի 5%-ն է, եթե ճիշտ, որովհետև չեմ հասցրել փակցնել, չնայած տղաս բարկանում ասում եմ, մամա, ինքնագովազդ մի արա էլի, պիտի մարդ լինի համեստ, ես էլ ասում եմ ոչ, ես Նորա Ժամանյանի նման չեմ լինելու, ես պիտի անհամեստ լինեմ։ Պապաս շատ համեստ մարդավան դու ճանաչում ես, չէ՞ պապային։ Համեստագույն, ասում եմ, պապա, ախր ինչի։ Հիմա ասում եմ, քո փոխարեն մեկ ուրիշը լիներ, հիմա այնտեղեր, բայց չէ, ես որոշել եմ պապային նման չլինեմ։ Դուրը ծեծեք նոր մտեք, խնդրում եմ։ Ծեծեմ նոր։ Չէ։
Համեցեք։ Եվ այսպես Մի րոպե կարելի է։ Հավանաբար։ Ես ասում էի, դուրը պետք է թակել նոր մտնել։ Ահա։ Եթե ամեն բան կարգին է, կարող եք թակել, մենք կմտնենք ներս Թամարա։ Շնորհակալություն։ Համեցեք իմ ննջարան։ Եվ այսպես, ամբողջովին ճերմակ, Այո, ես շատ եմ սիրում սպիտակ գույնը։ ներդաշնակություն է ապահովում, կխնդրեմ Շատ եմ սիրում։ Իմ ամենասիրելի գույնն է ճերմակը, որովհետև տեսնում եմ ճերմակի մեջ աշխարհի բոլոր գույները։ Շատ եմ սիրում։ Դիզայնի հեղինակը նույնպես դուք եք, սենյակի։ Այո, հատկապես այս սենյակի ես եմ, քանի որ ինքը այդքան էլ մեծ չէր ու իմ իրերը, իմ հագուստները, խայտարակ շատ, որոշեցինք սենց կոմպակտացնել, այն որ ամեն ինչ մեկտեղ անել, դրա համար պահարանը սենց ստացվեց, ու չգիտեմ ինչպես աչքին գեղեցիկ, օրինակ ինձ դուր է գալիս, անգամ իմ զարդատուփը, որ տեսնեք երևի կզարմանաք, այս սենց պատկերացրեք բան ենք մտածել, որ կարողանամ տեղավորեմ անգամ զարդերը, ճիշտ ասած ինքս էլ, քանի որ տենց մինիմալիստական եմ, սիրում եմ քիչ իրեր, սիրում եմ տարածություն։ Հա, այն որ չի շարժվում իր, այսպես պետք է լրի, եթե ձեռքս ճար լինի, նույնիսկ կարող է աթոռները նենց անեմ, որը չշարժվեն, բարձերը, ասենք նենց դնեմ, որ չշարժվեն։ Սիրում եմ, որ ամեն ինչը սենց քիչ, ճաշակի մեջ, համեստ։ Թամարա, նկարներ կան անմիջապես ձեր մահճակալի վերևում եւ ամենաաճ հատվածում ով է։ Ես եմ, ես առաջի դասարանում եմ, ունեի երկար մազեր, մամաս էլ սիրում էր տենց մազերս պոչիկներ էր անում, ծամիկներ էր անում, մի խոսքով դե մեր ժամանակ հագնում էինք պարտադիր, չէ, այդ դպրոցական համազգեստը։ Դե որդիս է, որը ծառայել է, ես էլ եմ ասում, միայն դա բավարար է, որ ես հպարտանամ իմ ավագ որդով, ծառայել է Արցախում, սկզբում Մադաղիսում էր ծառայում, հետո գնաց Թալիշ, մի խոսքով 2 տարի դաժան օրեր, սպասումներ, հետո իհարկե այս չարաբաստիկ պատերազմին էլ մենք անտարբեր չմնացինք, խասելի գնաց դիրքեր, մի խոսքով հետա։ Այդ նկարը եթե տեսնեք Արցախի իմ մեծ եւ փոքր տղաներն են, գնացել էինք Իրան։ Ընտանիք։ Մեր տանը միշտ կա այդ Արցախ, չգիտեմ, հայրենիք ասածը, շատ հայրեն ասել, նույնիսկ ես այդքան էլ չեմ ուզում, ասում եմ, այդքան հիվանդագին մի եղեք երեխեք, էլի, իսկ Արամազը շատ ավելի մեզանից, հայրեն ասել, եթե դուք լսեք իրա փլեյլիստը, նույնիսկ կզարմանաք, որ 7 տարեկան երեխան կարող է տենց երգեր լսել, հայրենիքի մասին, Արցախի մասին, ես ինքս էլ, ոնց որ սենց պայքարի մեջ եմ ասում, այմար, դու երեխա ես, դու ավելի մանկական բաներ լսի, ինչ գործ ունես, չէ, մամա, Երանի են օրը, որ մենք նորից կգնանք Արցախ, այսպես երեխեք ենք մենք դաստիարակում, վանջա, չգիտեմ, լավ է թե վատ, սա էլ եմ ես, ճիշտն ասած ունեինք պապայի հետ տեսահոլովակ, իմ հասակը դե նկարեցինք, չէ, դուետով, ու տենց թե իմ փոքր տարիքի, թե պապայի տենց պատանեկություն, երիտասարդություն, տենց որոշեցինք փակցնել տեսահոլովակի ժամանակ ու ոնց որ տենց հիշողություններ պիտի արթնացներ ու այս մեկը տենց պահեցի հուշ որպես տեսահոլովակից, այդպես։ Թամարա, մոտակայքում հայրիկի հետ նոր զուգերգ չի սպասվում արդյոք։ Դե 2-ը արեցինք, իմ հասակը 50 տարի սարեցինք, մեկն էլ ունենք, իհարկե պապան այդտեղ չի երգում, միայն խաղում է։ Ճիշտ է, սիրելիս երգը շատ սիրուն երգը, չգիտեմ դու լսել ես թե չէ, Վահան։ Առաջիկա տեսնենք, էլ դե պապան մեծ է արդեն, Վահան ջան, իր համար էլ դժվար է։ Չգիտեմ, իրան մի քիչ էլ տենց դժվար է համոզել, ասում է, ես ինչ երգիչ եմ, այ բալա, ես երգահան եմ, անգամ որ են հայտարարում են, օրինակ, ասում են կոմպոզիտոր, ասում է, ես կոմպոզիտոր չեմ, ինձ ասեք երգահան, ինքը տենց։ Պահարանների ներսում հնարավոր է գտնել տարբեր ազգերի զգեստներ։ Հանել եմ, Վահան ջան, լրիվ արդեն դրել եմ այս Հենց նոր դրա համար չէիք թողնում որպեսզի ներս։ Անգամ սոմբրերոներ ունեի մեքսիկական, չգիտեմ, կաստանյետներ բան լրիվ եմ, որ դրել եմ արդեն պահեստ։
Ձեր սենյակում կարծես թե ամեն ինչ պարզ է, շարունակենք։ Շարունակենք, տղայիս սենյակ, մեծ տղայիս սենյակ գնանք։ Իդեպ ձեր տղան մոտակայքում չի պատրաստվում երկրորդ կեսին գտնել եւ արդեն նրա հետ տեղափոխվել։ Երանի չէր, Վահան ջան, երանի չէր, մի հատ լավ աղջիկ որ գտնենք Ժորժ ջան, ասեք։ Տեսեք տնով տեղով երեխա է, էլի։ Հայտարարություն կարող եք։ Հայտարարություն եմ տալիս։ Ես այնպես լավ կեսուր կլնեմ, իրոք։ Եկեք այս սենյակը։ Շատ հրաշալի էր, Թամարա, գովազդը ընտիրախտեց։ Այս ամբողջ ընթացքում դուք իհարկե գովազդ էիք անում։ Հա, չէ։ Այո։ Սա էլ իմ տղայի սենյակն է։ Ավելի տենց տղայական գույների մեջ փորձեցինք անել։ Ու այս գույնն էլ եմ ճիշտ ասած շատ սիրում, ինքը շատ նենց համեստ, աչք շոյող, մոխրագույն։ Ընտրությունը իրենն է եղել, թե էլի։ Չէ, էլի իմը, ճիշտ ասած ինձ շատ ա օգնել եղբորս կինը, միասին ենք ընտրել դες կահույքը, մի խոսքով անկողինը։ Ձեր որդիների որոշումների կայացման ընթացքում, հատկապես ավագ որդու որոշումների կայացման հարցում դուք ձեր ներդրումը ունենում եք, թե ոչ։ Չէ, ես ընդհանրապես չեմ սիրում երեխաներիս թելադրել, ստիպել իմ ճաշակը, իմ կարծիքը երբեք։ Եվ ինքս էլ չեմ սիրել, որ ինձ են տալիս խորհուրդներ կամ ասում այսպես մի արա, այնպես մի արա։ Ես սիրում եմ ինքս սայթակեմ եւ ինքս այդ ամեն ինչի տակից դուրս գամ եւ ինքս ինձ միայն մեղադրեմ։ Հետո չասեմ այ դուք էսպես ասեցիք, նույնն էլ ես հենց իմ երեխաների հետ եմ վարվում ու երբեք չեմ թելադրի ոչ իմ կարծիքը, ոչ իմ ճաշակը, ոչ իմ ուզած մասնագիտությունը կստիպեմ, որ վերցնեն ոչ։ Թամարա, եթե ստիպված լինեիք, իհարկե Աստված մի արասցե, բայց ստիպված լինեիք ձեր բազմաժանր մասնագիտություններից ընտրել ընդամենը մեկը, որը դա կլիներ։ Երևի պարարվեստը։ Պարարվեստը։ Խենթանալու աստիճան շատ եմ սիրել պարարվեստը։ Շատ մեծ վաստակ եմ ունեցել, էլի եմ ասում, ինքնագովազդ անել չեմ սիրում։ Ճիշտ է, այդքան էլ համեստ չէ, բայց ինքնագովազդ անել չեմ սիրում, բայց կանեմ։ Մինչև հիմա նույնիսկ հիշում են մեր այդ պարարվեստի մեծերը նվիրալներ ասում էին Թամարա քո ձեռքերը ոչ ոք չունի, ոչ մի պարուհի այտենց ձեռք, այտենց պլաստիկա չի ունեցել։ Լուսահոգի Վանուշ Խանամիրյանն էր ասում էր Թամարայի ձեռքերը անկրկնելի են ու պատիվ եմ ունեցել ուսանելու հենց այն ժամանակ, երբ որ այդ աստղաբույլն էր, հա, աշխատում պարարվեստի ուսումնարանում Թերեզա Գրիգորյանը, լուսահոգի Վիլեն Գալստյանը, լուսահոգի Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան, չգիտեմ, անverջ կարող եմ թվարկել այդ գիգանտների անունները։ Իհարկե հիմա էլ մենք ունենք լավ մասնագետներ, պարարվեստի նվիրյալներ։ Ազատ Ղարիբյանին եմ նույնիսկ տեսել, իհարկե շատ փոքր էի, բայց էլի այդ մինչև այսօր ես հիշում եմ իմ ու իր հանդիպումը։ Հենց ինձ տեսավ առաջի անգամ Պապանտարավ իրանց անսամբլ, կրունկ անսամբլ կար։ Չգիտեմ, կհիշեք թե չէ, կրունկ անսամբլի գեղարվեստական ղեկավարներ Ազատ Ղարիբյանը, պապան ասեց բալես, մի հատ ուզուն դարապարի, թող տեսնի վարպետը։ Այսօրվա պես հիշում եմ 4 թե 5 տարեկան էի, պարեցի, սենց բան արեց, գրկեց իրա, սենց ծնկներին դրեց, այս թաթիկներս համբուրեց, ասեց դու պարուհի ես դառնալու։ Ու այդ բանը արդեն սենց մտավ իմ մեջ, որ ես պիտի դառնամ պարուհի։ Մի խոսքով դարձա ու շատ ափսոս իհարկե, կյանքը գիտեք շատ հաճախ անակնկալներ ա մատուցում ու այն ճանապարհը որ դու ես ընտրում, մեկ էլ տեսնում ես որ չէ, պիտի մեկ այլ ճանապարհով գնաս ու տենց ստիպված ես թողեցի պարարվես։ Իհարկե 17 տարիներ աշխատել եմ, թե որպես պարուսույց բարեկամություն անսամբլում եմ դասավանդել 10 տարի, թե ինքս էլ որպես սոլիստ եմ եղել իհարկե, բայց եկավ մի պահ, որ պետք էր ավելի լուրջ գումարներ վաստակել, որովհետև ես ունեի երեխա մեծացնելու ու դե որտեղից կա գումար, երգից որոշեցի նաև երգելու, տենց պարարվեստը մի քիչ սենց։ Ռեստորաններում հնարավոր է տեսնել ձեզ որևէ։ Իհարկե հնարավոր է, ճիշտ ասած, բան գովազ չեմ անի, դե անուններ չեմ տա ռեստորանների, բայց ունեմ հրավերներ տարբեր ռեստորանային համալիրներից, գնում եմ շոուների, եմ մասնակցում, երգում եմ հարսանիքներ, ինչի՞ չէ, օրինակ ասենք շատ երգչուհիներ դա ամաչում են ասել, բայց դա բացարձակապես ամոթալի չէ։ Հատկապես երբ մարդկանց երջանկացնում ես, ժպիտ ես տալիս մարդկանց դեմքին, չէ՞, պարացնում ես, ուրախացնում ես, դրա մեջ ինչ վատ բան կա։ Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը, շատ։ Ու ամեն անգամ ինձ համար, ասենք, ծես է
բանը բեմ դուրս գալը, երբեք չեմ մտածի, դե լավ մի բան հագնեմ գնամ, դե լավ մազերս սենց է, չէ, ես պիտի իդեալական տեսքով միշտ ներկանամ, որովհետև գիտեք մարդիկ միգուցե քեզ առաջ անգամ են, չէ, տեսնում բեմում, ինչի չտեսնեն, պատշաճ տեսքով, ինչի չտեսնեն հարդարված, գեղեցիկ, ու երբեք Վահան, ես դες անկեղծ եմ ասում, դե իհարկե բոլորս էլ ունենք խնդիրներ, չէ, պրոբլեմներ, բոլորս ունենք, բայց մարդկա չէ սիրում է դա ինչ-որ տանի աշխատավայր, ինչ-որ սենց նստի, փաթաթի դա ուրիշներ, երբեք իմ գոլեգաները, իմ աշակերտները անգամ որ ես աշխատել եմ, երբեք չեն զգացել, որ իմ տանը կան խնդիրներ, որ իմ կյանքում կան խնդիրներ, միշտ սենց ասել, խոսել, հումոր, անեկդոտներ, գիտես մենք միասին աշխատել Այո, մենք միասին աշխատել ենք, ես չափազանց հումորով մարդ եմ, չափազանց, նույնիսկ երևի շատ։ Թամարա, նկարներից խոսենք։ Հա, սա իմ տղան է, էլի նվիրել են իրեն։ Իդեպ շատ նման է Հարի Փոթերին այս նկարը։ Հարի Փոթերին եւ ուրեմն այդ նկարչուհին, որ սա նկարել է, ասում է սկզբում ես բան Հիսուս էի նկարում։ Հետո ասում է որոշեցի, որ պիտի դիմանկար դառնա, դրա համար որ սենց ուշադիր նայում եք, ինչ որ այդ Հիսուսի ինչ որ սենց չգիտեմ, մաքրություն կա էլի, չէ, նկարի մեջ։ Շատ եմ հավանում։ Այո, ասելուց հետո իհարկե դա նկատեցի, բայց այո, համաձայն եմ ձեզ հետ եւ մյուս նկարը Սա տղաս է նկարել այդ։ Նա նաև նկարում է։ Ինչ որ խմբակի նման մի բան է, որտեղ որ ինչ որ ասում են նկարաթերապիա, եթե անկեղծ ես նոր այս բաներից այդպես գաղափար չունեմ, ինչ որ տենց գնում է ինչ որ հաճախում է տենց վայր, որտեղ որ դու քո էմոցիաները արտահայտում ես տենց նկարելով։ Ճիշտ ասած ուզում եմ մի անգամ ես էլ գնամ փորձեմ, կգաս միասին գնանք։ Եթե առաջարկում եք, այո, նշանակ ես Գնանք տեսնենք ես ինչ է, էլի։ Նոր մասնագիտություններ կան եւ նոր մեթոդներ կան գնանք հասկանալու։ Նույնիսկ անուններ ես նոր անունները չգիտեմ ես մասնագիտությունների։ Դե մենք հին ենք էլի Վահան ջան, как ни крути։ Թամարա, ինչ է ձեզ պակասում կատարյալ երջանկության համար։ Կատարյալ երջանկության համար ուզում եմ ապրել կայուն, ուժեղ Հայաստանում։ Ճիշտ ասած, լրություն։ Իմ ամենամեծ երազանքն է եւ ես բոլոր իմ ծննդյան օրերին հատկապես օրինակ ես միշտ ասում եմ մեր կյանքը ցավոք սրտի բաժանվեց երկու մասի, մինչև 18 թիվ եւ 18 թվից հետո։ Մեր բոլորի հայացքները փոխվեցին 18 թվից հետո դե ասեցի, չէ, որ իմ տղան եւ իմ ընտանիքը եւս մասնակցություն ունեցավ այդ չարաբաստիկ պատերազմին, մեր տանը ունեինք զինվորներ, վիրավոր, որոնք որ ապրում էին իմ տանը եւ ես այդ բոլոր այդ պատմությունները լսելով այդ ամեն ինչի միջով անցնելով ես հասկացա, որ կյանքում ամեն բան սուտ է, ամեն բան, ու որ մեր մեծերը ասում էին կարևորը խաղաղությունն է, չէ՞, այն ժամանակ մենք որ փոքր էինք ու առաջի այդ գավաթը որ բարձրացնում էի խաղաղության համար ասում էինք ինչ է ասում խաղաղություն, բան չէինք պատկերացնում, իսկ հիմա իսկապես դա ապրելակերպ է, դա ամենակարևորն է մարդկանց կյանքում։ Խաղ լինել, խաղաղություն գտնել վերջապես եւ կայունություն գտնել։ Ըստ ձեզ ինչ է պետք անել, որպեսզի Հայաստանը ել ավելի հզորանա։ Վայ, ինձ բարդ բան ես հարցնում Վահան ջան, լիքը բան է պետք անել, բայց ամենաառաջինը պիտի իրար սիրենք, ուղղակի սիրենք, այդ սերն է պակասում մեր երկրից, շատ եմ ցավում։ Ես չգիտեի, որ իմ ազգը, որ իմ հայությունը այսքան կարող ատելություն ունենա։ Վերջերս ուրեմն արեցի մի հրապարակում, տենց ռիլ պատերազմ եւ խաղաղություն, տենց ինչ-որ մի հատ թեմատիկա, դուք տեսնեք այդ նեգատիվ կոմենտները, ասում են դե դու գնա զոհվի, դե թող տղադ զոհվի, եթե դու տենց չես ուզում, դե չասեմ ինչի մասին էր խոսքը, արդեն երևի ենթադրում եք։ Ու ես հասկացա, որ իսկապես էսի չա կատարվում, ինչ են իրար այսքան ատոն ժողովուրդը, ոնց կարելի է ինչ որ մեկի երեխայի մահը ցանկանալ։ Դա իմ ուղեղից դուրս է։ Դրա համար ասում եմ Աստված ջան, սեր դուր, սերն է պակասել մեր աշխարհից, մեր երկրից։ Դե ամբողջ աշխարհից է պակասել բնականաբար, բայց մեր երկրից շատ է պակասել։ Սերը կփրկի աշխարհը։ Թամարա, գցեցիք մտորումների գիրկը, ճիշտն ասած, մի պահ նույնիսկ պապանձվեցի։ Վահան ջան։
Ինչ ունենք դեռևս չբացահայտած։ Դե սրանք էլի իրանական պատմություն ունեցող նկարներ են, սրանք ես բերել եմ Իսֆահանից։ Դե Պարսկաստանի հետ շատ է եղել իմ կապը եւ աշխատել եմ եւ շատ հրավիրվել եմ եւ հրավիրվում եմ, քանի որ գիտեք ամենամեծ համայնքը հայության, այսինքն մեկ համայնքներից մեկը աշխարհի ամենամեծ գտնվում է հենց Իրանում։ Ու տենց Շնորհակալություն Թամարա, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր դրան դիմաց։ Շնորհակալություն ձեզ Վահան ջան, անչափ շնորհակալ եմ ձեր այցի համար, իսկապես ես քեզ շատ եմ սիրում, քանի կա այդ բայց կարևոր տեքստերը կասեք հաջողություն մաղթելիս։ Դե, խնդրեմ, ասացեք հաճելի տեքստերը, որոնք չհասցրեցիք ասել Թամարա։ Բան ջան, դու լավ գիտես, չէ՞ իմ սերը քո հանդեպ, հարգանքը քո հանդեպ։ Շատ եմ քեզ սիրում, Աստված քեզ պահապան, քո սիրուն ընտանիքին։ Ամենասիրուն ձայնը ես դա միշտ եմ ասում, ամենտեղ, ամենայուրահատուկ ձայնը, դա իմ ընկերոջ ձայնն է։ Անկամ երբ որ քեզ չէի ճանաչում, միշտ քո այդ ձայնը լսում ես, մենք տեսնես ես տղանով է։ Հաստատ կլինի շատ հմայիչ, շատ հետաքրքիր։ Շնորհակալություն Թամարա, հիմա մեր Ապրեք որեկան։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի, բնակարանային բացահայտումների եւ էմոցիոնալ վայրիվերումների համար։ Ահա, վայ, մերսի շատ։ Նորից եմ սպասելու ձեզ։ Շատ բարի, լավ մնացեք, ձեզ նորանոր հաջողություններ եմ Շատ լավ հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.